Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Ղազարյան versus Ղազարյան նախագծի շրջանակներում մենք շարունակում ենք աշխատել ձեզ համար եւ ներկայացնել հերթական թողարկումը։ Այս անգամ Պետրոս Ղազարյանը հյուրընկալել է եւ դրանով իսկ մեզ բերման է ենթարկել ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին, այն նույն Ռուբինյանին, որը խուսափում էր ինձ հետ հանդիպելուց եւ առերեսվելուց, բայց Ղազարյան versus Ղազարյան նախագիծը զրկեց նրան այդ երջանկությունից։ Բաժանորդագրվեք Antifake-ի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները, Donation Alert, Patreon, Super Chat եւ բանկային փոխանցումներով օգնեք Antifake-ի թիմին այս եւ մյուս նախագծերը կյանքի կոչելու համար։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Ազգային ժողովում թեժ էր, բայց թեժ էր ոչ թե քաղաքական դիսկուրսի առումով, այլ իրար ինչ ասես ասելու։ Այսօր մենք կզրուցենք Ռուբեն Ռուբինյանի հետ, ազգային ժողովի նախագահի տեղակալ, բարև ձեզ պարոն Ռուբինյան, շնորհակալություն հավերեն ընդունելու համար։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Նախ ասեմ քեզ, որ ազգային ժողովում ոչ թե թեժ էր, այլ գեժ էր։ Մի հատ գեժ էր եկի ազգային ժողով, գժված մի հատ, օրին ինչ էր, այ Պետրոս ախպեր, այդպես մարդուն կբերենք գցեն ազգային ժողով։ Այդ գեժը եկավ ազգային ժողով, սա խառնեց իրար, ինչքան падգամավորներին, ինչ լարվածության մթնոլորտը ստեղծեց, թողեց գնաց, դրանից հետո գեժը դառավ թեժ։ Պարզա, ամեն ինչը սկսել է գեժից։ Այսօր ազգային ժողովում էլ գողփիսո, էլ քաչալշուն, հայ ես չեմ ուզում այդ բառերը կրկնեմ, բայց անցան ակնհայտ իրար ծնողներ, ընտանիք, թուրք, հայելու, չէ՞ կարծում դա ամոթ է։ Դո մենակ փիսո շուն այդ ցավը տանեմ, այնտե ինչ կա, ինչ կենթանի ասես կա, էլ լամա կա, էլ սայրա կա, էլ խոզ կա, էլ լուլու կա, ինչ տեսակի կենթանի ասես, ընդե տեսել ենք, լրիվ ոնց որ արա մեր ազգային ժողով մի ասա մեկ գազանանոց, մի րոպե, հա, չէ, շփոթվեցի։ Սխալ եք ասում, ես չեմ հիշում որևէ մեկը ոչ ընդդիմությունից, ոչ իշխանությունից, որ իրար հենց բառից բունի մասով։ Հա դուք ուզում եք այդ բառն էլ անպայման չէ, բառը չեն ասել, ինչ ասում։ Չէ, նկատի ունեմ ամենահաճելի նիստը հաստատ չէր, բայց պետք էր չի չափազանցնել։ Մնացած նիստերը շատ հաճելի են, Պետրոս, նկատել ես, որ այտենց հաճելանիստ, որ դրանք ոչ թե ազգային ժողովի նիստեր են, այլ հաճելանիստեր։ Շատ մարդիկ ասենց ուղղակի չեն իմանում ոնց հաճույք ստանան մի բանից, նստած այդ նիստերն են նայում։ Այդ այն ժամանակ էր, որ մտնում էին դել մտածկել ես, ուրիշ բաներ նայես, բան, չէ, հիմա ազգային ժողով են նայում։ Մանավանդ որ 18 պլյուս չի, որ չի գրում են դե 18, ոչ է 21 պլյուս։ Ախ այն կարաս նայես, ոչ արգելված է, ոչ էլ բան։ Մենակ այն աղջիկն է, մատը մցնում, թե ինչի է դες բան անում, չեմ անում։ Չեմ ուզում նաև նկարագրել ով ինչ ասեց, ով ինչ ասեց, որովհետև ինչ մեղս թաքցնեմ, եկել եմ հոգնել այդ իրավիճակներից եւ մենք առնվազն քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներս վաղուց ենք հոգնել դրանից։ Այ ախպեր ջան, բա հոգնել եք, ռադներդ քաշեք, գնացեք բրզնենք էլի, բա Ռուբինյան ջան, բա դու ես հոգնե, ձեր քաղաքացիական պայմանագիրն էլ է հոգնե, բա տենց հոգնած մնացել եք, այտենց հոգնածներով, որ ինչ անեք։ Ռադներդ քաշեք գնացեք բրզնենք էլի, բա մեր ուզածն էլ է դա, որ այս հոգնածներով թողնեք այն Սերդար Քլեչն այն ժամանակ ինչ կասի, ասենք ռադդ քաշի գնա, քեզ Սերդար Քլեչը օրինակ որ ասում է այն ժամանակ, որ հանդիպում է որ վերջանում է քո Քլեչի, քեզ ինչ է, ձեռը դիր սրտիդ ասա, ինչ բառ է ասում, որ ասում է հել գնա, այդ դրանից էլ է գնացեք։ Բայց ես համաձայն չեմ ձեր ասացի հետ, որ քննարկումները քաղաքական դիսկուրսի հետ կապ չունեն, որովհետև այսօրվանը կապ ունեն։ Այո, որովհետև նույնիսկ այս թվացial կրկեսը, որ ընդդիմությունը ստեղծում է ազգային ժողովի նիստերի ընթացքում, ունի շատ հստակ քաղաքական պատճառ եւ ենթատեքստ։ Եվ եկեք, եթե ժամանակագրորեն նայենք, հստակ կդառնա ներողություն ավարտեմ։ Մենք այդ մասին խոսանք, բայց տեսեք, ձեր կուսակցությունը իշխանության գալորից պայքարում է քրեական ենթամշակույթի դեմ, ճիշտ է։ Հիմա երբ որ մենք տեսնում ենք ոնց դու ինձ ասիր, դե այսքան տակ չենք մնային փողոցում հայտնի, դու ինձ մի հատ ասիր, իսկ ես 5 հատ կտամ, դա փողոցային քրեական ենթամշակույթ է։ Ես համաձայն չեմ, որովհետև ես էլ համաձայն չեմ։
Էդի քրեական ենթամշակույթը չի, Պետրո, քրեական ենթամշակույթը լրիվ ուրիշ։ Էդի քրեական մշակույթն է։ Այս մարդիկ քրեական մշակույթի կրողներն են, ոչ թե ենթամշակույթի։ Օրինակ կնգատ ասա թո նախարարության անունն փոխեն։ Ոչ թե կրթության, գիտության, մշակույթի նախարարություն, այլ քրեական մշակույթի նախարարություն։ Մեկը այդ մշակութային գործերի դրանց վաղը միսօր դա բացվի, սա մեջը քրեական պատմություններ ալելու։ Հենց շատ է լավ կլինի։ Քրեական մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյան։ Իրանք էլ զբաղվում են ոչ թե ենթամշակույթով, այլ քրեական մշակույթով։ Մենամ իրանցով զբաղվի քրեական վարույթը։ Էդ է կլինի։ Անդիմության կողմից այո հնչել են վիրավորական արտահայտություններ, մեր խմբակցության Մեկը կասեք 5-ը կստանա։ 5-ը քաղաքական պատասխան այո կստանաք եւ կստանան միշտ։ Վերջացավ գնաց էդի խո Ալիևը չի որ իր ասածներին պատասխան ստանա։ Էդի խո Էրդողանը չի որ իր ասածներին։ Սրանք Ալիևին կարան կյանքում մի հատ հայտարարությանը պատասխան տան, չէ։ Սրանք կարան պատասխան տան միայն հայերին։ Հատկապես եթե այդ հայերը հայեն հերիք չի արա։ Հետ էլ հայերեն ասեր։ Ասեք պատկերացնում ես ախպեր։ Պետրոս պատկերացնում ես մարդ, հա։ Համ հայ է, համ էլ հայերեն ասեր, Արցախն է սիրում, հայրենիքն է սիրում։ Գնաց է հայրենիքի համար կռվել է Սեյրան Օհանյանը, մարտական խաչ է ստացել։ Դրա պատասխանը պետք է տեղում տրվի։ Ոնց, բա թողես են հայերեն ասերները, այն դաշնակցականները։ Ես իմ Արցախից են խոսում, ես իմ հայրենիքից են խոսում, արցախցիների վերադառնալու մասին է, դրանց պատասխանը պետք է տեղում տրվի, որ իմանան ինչ է նշանակում հայրենասերը լելը, այ քեզ բան, ուրեմն թրքասիրությունը, ադրբեջանասիրությունը թողած, պետք է հայրենասիրություն անեն ու իրաց պատասխանը չստանան, հա? Տեղում պետք է ստանան իրաց պատասխանը։ Դավայ գաստո, յողդաշ, կալդաշ։ Արսեն Թորոսյանի ելույթը Եվ ինչ։ Դուք թուրքը ուրեմն քֆուր եք տվել, ուրեմն ձեր Ոչ, Արսեն Թորոսյանի ելույթը դրա մասին չէր։ Արսեն Թորոսյանի ելույթի այդ հատվածը նախ եւ առաջ նրա մասին է, որ չի կարելի էթնիկ խմբերի անվանումները օգտագործել որպես հայոյանք, ու բացի դրանից էլ խոսքը նրա մասն էր, որ ընդհանրապես չի կարելի հայոյել, որովհետեւ դրան կհետևի պատասխան, բայց ինքը չէր հայոյան։ Արսեն Թորոսյանը հայոյանքին ընդհանրապես շատ դեմ է։ Արսեն Թորոսյանի գործը մարդկանց միանգամից վարի տալն է։ Օրինակ, մի հատ թեթև COVID սուսը փուս, մի բառսկի չի ասում։ Մի բառսկի չի ասում։ Մարդը կար, էլ չկա։ 1000-ն է, 1000 կլինի, 2000 է, 2000 կլինի։ Արսեն Թորոսյանի մոտեցումը շատ հումանիստական է։ Բայց վերադառնալով իմ ցանկացած խոսակցությանը, որտեղ ինչպես ասացի, ես եմ հոգնել այս խոսակցություններից, պետք է խոսել քաղաքական ենթատեքստի մասին, իսկ քաղաքական ենթատեքստը հետևյալն է. եթե նկատակ կլինեք, մի 2 տարի Ռոբերտ Քոչարյանը չկար, չէր երևում, пассивացել էր, նույնիսկ ձայնագրություն էր պատտվում համացանցում, որտեղ Ռոբերտ Քոչարյանի ձայնով առնվազն մեկը օտարերկրյա ղեկավարին ասում էր, պետության ղեկավարին ասում էր, դե ձեր ցանկությամբ եմ ես Հայաստան մտել քաղաքականություն, մի բան արեք, դուրս գամ, չեմ ձգում արդեն։ Եվ այսպես դանդաղ իրավիճակ էր, մի պահ փորձեցին ընդդիմադիր մի arczepiskopos-ով հեղափոխություն իրականացնել եւ այսպես շարունակ, եւ եկավ մի հատ կետ, մեկ էլ ակտիվացան եւ դա սկսեց արտահայտվել իր ասուլիսներով, ազգային ժողովում իր խմբակցության եւ իր որդու ակտիվությամբ, սադրանքներով եւ այսպես շարունակ։ Ինչի հետ սա համընկավ։ Համընկավ հետեւյալի հետ, որ ապօրինի գույքի բռնագծման օրենքը սկսեց գործել արդեն պրակտիկորեն։ Ինչ է խոսում։ Ապօրինի գույքի բռնագծման օրենքը սկսել է գործել 20 թվականից, երբ որ այդ օրենքը ընդունվել է։ Հիմա որ օրենքը վիճարկվել է սահմանադրական դատարան, սահմանադրական դատարանը կասեցրել է գործի քննությունը 2 տարուց ավել։ Զեկուցող դատավորը գիտես ով է, լավ դատավոր ունենք, ափսոս արա ոնց թողես գնաց դա Ստրասբուրգ, ոնց ենք մենք նրա կարիքը զգալ։ Վահե Գրիգորյանը։ Ինքն էր գործող զեկուցող դատավոր։ Իդեպ Սադայի որոշումը կայացնելու օրը ուրբաթ օր կայացան երկշաբթի գնաց Մարտիրոսյանի եվրոպական դատան դա։ Ընդ արդեն ընտրվել էր դատոր, բայց չէր գնում։ Սիրտը ցավում էր։ Շատ ինքը այդպես են
ընդդիմության են հայրենասերների նման չէ, ինքը ուրիշ հայրենասեր է, իր հայրենասիրությունը լրիվ ուրիշ դրսևորում ունի։ Դրա համար մնաց վերջուրով այս որոշումը, բայց այդ ընթացքում, որ գործի վարույթը կասեցրել էին, օրենքի ընթացքը, օրենքի կիրառումը չէին կասեցրել։ Դրա համար ինչքան գործեր կար, վարույթներ կար, նախաձեռնում էին, սաղի գույքի վրա կալանք են դրել, մարդկանց նեղություն են տվել, կես նապացել են, կես չեն նապացել, որոշի բան։ Նոր մտա, թե ինչի նոր մտա, անտեղյակ, էլի, անտեղյակ։ Տեսել եք, որ գրեթե ամեն օր հրապարակվում են դատական վճիռներ, որով հատիկ առ հատիկ, դրամ առ դրամ Այն բանը Ծաղկաձորի հողը իմացար են մի 400 քառակուսի մետր, բանը մի հատ գարաժ, բանը մի հատ Range Rover, մի հատ էլ բնակարան, կենտրոնում, մի հատ է բնակարան։ Բերին այդ մարդիկ խոստացածը ինչ խոստացել է, ժողովրդին չասին, թալանը բերելու ենք, սաղը բաժանենք ձեզ, դուք այլևս աղքատությունը վերացնելու ենք, բան։ Չէ, դրա հաշվին հարկերն ավելացրեցին, տրանսպորտը թանկացրեցին, կարմիր գծերն ավելացրեցին, շրջանառության հարկը վերացրեցին, եկամուտների հայտարարագիրը մտցրեցին, որ հարսանիքի նվերներն էլ հարկեն, հա, բայց այն նախկինի վերադարձածից մենակ այդ Range Rover-ը, դա համար Range, ящик Ящիկներ գիտես, չէ՞ ինչ նկատի ունի։ Այն կարելոկի ящիկներ էլ, որ իր կեպին տնի կախին կանգնի դեմը։ Ящիկը որն է, ящիկն է դա, չէ՞ Պետրոս, ուրիշ ящիկ չլմա։ մի քանի օր առաջ էլ գլխավոր դատախազը ազգային ժողովի ամբիոնից եւս մեկ անգամ տեղեկացրեց, որ Քոչյանի եւ իր ընտանիքից պետությունը դատախազությունը պահանջում է բռնագանցել ապօրինի գույք, որի մեջ մտնում են անշարժ գույք, գումարներ, ներդրումներ եւ այլն, եւ այսօր իմ գործընկեր Բաբկեն Թունյանն էր գումարել ամբողջը իրար եւ հաշվել էր, որ միայն դրամական միջոցները պետության կողմից պահանջվող $100 միլիոն շատ են, ու դա չհաշված այն 20 քանի անշարժ գույքը, մնացածը։ Մի րոպե, չհասկացանք, այդ Բաբկեն Թունյանին մտ որ հանդիպես ասում «Հրասայ աղմաղ, ինչ $100 միլիոն, 4 միլիարդ արա, 4 միլիարդ պիտի լիներ, արա, մենք դուք այդ ժողովրդին խապել եք այս 7 տարի, խապել եք, ասել եք, Քոչարյանի ունեցածը $4 միլիարդ է, հիմա այդ $4 միլիարդից էլ $4 չեք հետ բերե, $4 միլիարդից, դատախազներ, որ ասում ես դատախազներ, ես ասում դատախազ մարդես կիմանա ես իմով է, Նիկոլ Փաշինյանի օգնականն ա եղել մինչև դատախազը լել է։ Հիմա 7 տարի անցել է, 7 տարի ոչ մի բան չեք կարացե անեք, ոչ մի բան չեք կարացե ապացեք, էլ չասեմ ուրիշ քերական գործով այդ մարդուն տարեն նստացրել եք, անիրավի, այդ գործով չեք կարացե ապացեք, պարզվել է դա հակասահմանադրական է, ինչ ասես արել եք։ Հիմա եք նստել եք, ասում եք Բաբկեն Թունյան հաշվել է 100 միլիոն, ո՞նց է 100 միլիոն արա։ Ո՞նց է հալա 100 միլիոն նայի 4 միլիարդն ուրա։ Դու էլ դրել ես Բաբկեն Թունյան ես բանանում, ցիտում։ Իմիջալոցյանն չէր վախեցել, որ գարի մետ հանդիպան։ Կարող է այդպես բաները խոսալուց վախենում է, երես ասի։ Այսինքն տրամաբանական կապը ակնհայտ է։ Եվ սա իրենց թիմի ընդհանրապես գործելավոճն է։ Կհիշեք, որ Գյումրիում Հարգարժան Վարդանիկը, երբ որ քարոզարշավ էր սկսում, բաց հայտարարեց, չէ՞ որ ասեց այս մարդիկ ուզում են բան անեն, իմ գույքը վերցնել կամ ինչ որ քրեական գործեր կա, դրա համար եմ ես մտնում քաղաքականություն, դրա համար եմ տեխնիկություն դրել։ Լսի, այդ որ ասում ես Վարդանիկ, Գյումրի, պարզը չէ, ես օրինակ հասկանում եմ, որ դու նկատի ունես Գյումրի համայնքի ընտրված ղեկավար Վարդան Ղուկասյանին։ Ճիշտ է, չէ, ուրիշ մարդու նկատի չունես։ Վարդան Ղուկասյանը այդ ժողովրդի կողմից ընտրված համայնքի ղեկավար է։ Ես ուզում եմ հասկանամ, այդ քո այդ բանը էլի, դու քեզնից ինչ ես ներկայացնում, որ կյանքում երևի դու քո համար, քո հեղինակությամբ երկու մարդու վստահության չես կարա արժանանաս։ Ասենք, որ հորդ թայ մարդուն ասում ես Վարդանիկ, դու դրանով ինչ ես ուզում ասել, ասենք, ուզում ես նվաստացնես, ասենք, հորդ թայ մարդուն, ասենք, օրինակ, քո հոր անունը Կարոյ է, կարանք մենք իրան ասենք Կարոյիկ, հա, ասենք, Կարոյիկը, որ ասում ես Վարդանիկը դրա համար էր մտել քաղաքականություն, քո հերն եղել է ՀՀՇ-ով Գերագույն խորհրդի պատգամավոր, մտել է քաղաքականություն։ Հիմա կարելի է իմանալ այդ Կարոյիկը այն ժամանակ ինչի է մտել քաղաքական, ինչ շահ ունեցել, կամ դու որ մտել ես քաղաքականություն, այ
չի կարելի է, չի կարելի, հան։ Ժողովրդին արգելով չի կարելի, որ մտել ես քաղաքականություն, բացի թուրքերին ծառայելուց, ադրբեջանցիներին ծառայելուց, ուրիշ ինչ նպատակ ես ունեցել այդ քաղաքականության մեջ մտնելուց, որ մարդ ես ծաղրում։ Դու քո հալով։ Նույն գործելավոճն էլ ունի Ռոբերտ Քոչարյանը, ինքը քաղաքականության մեջ է իր ենթադրյալ ապօրինի ձեռք բերած գույքը եւ դրամական միջոցները պաշտպանելու համար։ Այս ամբողջ կրկես ազգային ժողովում, որ իրենք ստեղծում են, միայն դրա համար է եւ բնականաբար եկող ընտրությունների համար է, որովհետեւ իրենք ընտրությունների միջոցով են տեսնում այդ թվում հնարավորություն պաշտպանելու իրենց ապօրինի գույքը։ Ազգային ժողովի կրկես դու նկատի ունես, ասենք, այն որ դու նստում ես ազգային ժողովի նախագահությունում, մի կողքդ նստած է Ալեն Սիմոնյանը, այն մի կողքն էլ նստած է ինչ է, Հակոբ Արշակյանը։ Այդ իրեքով նստում եք նախագահություն։ Կրկես ասելով, դու ինչ նկատի ունես։ Ախ, կրկես այսքան ժամանակ փակ է, ես իսկի մարդ չիմ անում, հիմա օրինակ ընդ վարժեցրած ուխտ կա թե չկա, վարժեցրած լամա կա թե չկա, вообще ծատերին ընդհանրապես չեմ լսել, որ ասենք սայրակ վարժեցնեն։ Ասենք դու կրկես ասելով ում նկատի ունես, արա եկա խմբակցունեք, ամենքը մեկ ընդհանուր ժողովուրդը կապում է։ Հիմա եկե նստել ես ասում ես ազգային ժողով կրկես է։ Այդ ինչ ասելու բան է։ Սրա մասին է ամբողջ խոսակցությունը։ Եվ եթե դուք հիմա վերադառնալով ձեր ցանկացած թեմային ներողություն, դուք կասեք, բայց միևնույն ժամանակ, չգիտեմ, ազգային ժողովի նիստերը տհաճ են նայելը եւ ինչքան կարող է շարունակվել այս ցեղ շփոթոցին։ Ես ձեզ կպատասխանեմ։ Պետոսկեր չթողնու որ դու էլ հարց տաս, ասում եմ, դու ինձ պիտի հարցնեիր, հələ դու չես հարցրել, ասում եմ, դու ինձ դա պիտի հարցնեիր, ես էլ պիտի ասեի, պարոն Ղազարյան, լսի, դու այս Ղազարյանի հետ գործ չունես, դու էլ ես Ղազարյանի հարցերին պատասխանի, որ վախեցել էր գայիր հանդիպման։ Մեկ կարայիր գայիր այդ հանդիպման պատասխանեիր, ասեիր, որ դու 2016 թվականին քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամավորական ջոկատում գտնվել ես Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում եւ Պաշտպանության բանակի զորամասերի մեկի կազմում իրականացրել ես մարտական հերթապահություն, ինժեներական աշխատանքներ, դու ինչ գործ ունեիր Արցախի Հանրապետությունում, եթե դու համարում ես, որ 91 թվականից դա Ադրբեջանի տարածք է։ Նա իսկ կարաս այդ հարցին դու պատասխանես։ Պետրոսի տված այն անկապ հարցերի դու գործ չունես։ Այդ հարցի պատասխանը կարաս ասես։ Ես ուզում եմ իմանամ, դու Ադրբեջանի համար ռազմական հանցագործ ես, թե մեր երկրի համար պետական դավաճան ես։ Ինչ է քո կարգավիճակը։ Այդ գլխավոր հարցի պատասխանը միած ստանանք, նոր դրանից հետո նստենք, լսենք, թե ընդհանրապես դու ով ես, որ ընդհանրապես պիտի քեզ հանրային հեռուստաընկերություն կանչեն, դու հարցի պատասխանես։ Ինչի դու պիտի լրագրողի հարցի պատասխանես, ոչ թե քննիչների։ Այդ մի գլխավոր հարցի պատասխանը որ տաս, որ քեզ հասկանանք, դու Ադրբեջանի օրենսդրությամբ ես հանցագործ, թե Հայաստանի, որովհետև քո արած ու քո գործողությունները հանցանքի վկայություն են։ Բայց որ երկրի հայտի չեմ կարող հասկանամ։ Պարոն Ղազարյան, բայց հավատացեք եւ համաձայնեք, որ խնդիր կա, երբ որ մեկը ում ընտանիքին եւ անձամբ իրեն դատախազությունը մեղադրում է 100 միլիոն դոլար ապօրինի տակով անելու եւ այդ մի 20 քանի հատ էլ անշարժ գույք տակով անելու մեջ, ու ինքը գալիս կանգնում է ամբյոնի մոտ ու ասում է, գիտեք ինչ կա, դուք դավաճան եք, դուք կոռուպցիոներ եք, այս ինչ եք, այն ինչ եք։ Լսի, այդ մարդու ասած, այդ որ քո ասած դատախազի, կոռուպցիան, այդ գույքը եւ այլն 7 տարի անցել է։ Հələ ոչ մի բան ոչ ապացուցել եք, ոչ հիմնավոր։ Խոսում եք, ասեն գլխավոր դատախազը տենց ասա, հետո ինչ որ ասում է։ Էդի հələ պիտի ապացուցվի 7 տարի, արա 7 տարի չեք կարացե անեք։ Բայց ձեր ստեղծած անիվ հիմնադրամը, որ այդ նույն դատախազը գալիս է նստում ասते Պետրոսի դիմաց, ասում է այո, ընդ հարյուրավոր միլիոն դոլարների միջոցների վատնում է։ Դրա պատասխանը էլ ոչ Ռոբերտ Քոչարյանը պիտի տա, ոչ Լևոն Քոչարյանը պիտի տա, ոչ իրանց ընտանիքից անդամ, էդի լրիվ ձեզ է վերաբերում։ Հիմա դուք, այդ մարդիկ ձեզ հարց են բարձրացնում, ասում են դուք ընչեք կոռուպցիա զբաղվում, ասում են յա, բա մեր կողմից նշանակած մեր վարչապետի նախկին օգնական դատախազը ասում է, որ դուք այսքան գույք եք ունեցել, չի ապացուցվել, բայց ասում է, բայց նույն դատախազը որ ասում է թե դուք ինչեր եք արել։
Որ այնքան է կարև, որ արդեն ձեր դատախազն է ստիպված ասում, էլ քանի նախարար են բռնել ձեր նախարարներից եւ այլն։ Այդ դրա մասին չեք ուզում խոսեք, տանում եք խոսակցությունը լրիվ ուրիշ ուղղությամբ։ Ձեր արածների պատասխանը կարեք տակ, ձեր արածների։ Այդ չեմ ասում, բայց ասում եմ դավաճան։ Բայց դավաճան չես ինչ ես, արա։ Բայց որ եթե գնացել ես զենքը ձեռիդ Արցախի պաշտպանության բանակում ծառայել ես, հիմա եկել ես նստում ես ասում ես Արցախը Ադրբեջանը, բայց դավաճան չես ինչ ես, բայց քեզ ինչ ասեն։ Ինքը դրա պատասխանը պիտի ստանա, ել չեմ ասում այն բաների պատասխանը պիտի ստանա, որ ինքը ասում է իր խոսքի մեջ։ Օրինակ այսօր օրինակ չեմ ուզում մտնեմ դրա մեջ, բայց այսօր Լևոն Քոչյանը եկել ամբյոնի մոտ վկայաբերում է երկու բլոգերների, որոնք ասել են, ես հիշեցնում եմ, երկու բլոգերներ հրապարակայինորեն հայհոյել էին Հայաստանի վարչապետին։ Հայհոյել էին, ուղղակի սեռական հայհոյանք էին։ Հնչեցի ասում է ու սխալ բան չէին ասում։ Լսի այդ բլոգերն ասելով ես գիտեմ ում նկատի ունես, եթե Լևոն Քոչյանի մեջ բերում է, դա վերաբերվում է իմնեմնիմի հաղորդաշարը վարող Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի, ճիշտ է։ Հիմա դու մեղադրում ես մարդկանց մի գործողության համար, որը դատարանը արդարացրել է։ Հա դատարանը արդարացման վճիռ ունի, հասկանում ես, ասում ես մարդիկ ոչ մի հանցանք չեն գործել, հանցանքը դուք եք գործել, որ հիմա քո խոսքից երևում է, որ նրանց նկատմամբ այն ապօրինությունները, գետնին տապալելով ձերբակալությունը, կալանքը, անազատության մեջ ամիսներով պահելը, իրանց խոսքի իրավունքից զրկելը, այդ ամեն ինչ եղել է քաղաքական պատվեր։ Հիմա դու դրա պատասխան տվողն ես, որովհետև խոստովանում ես, որ դա քաղաքական պատվեր է եղել, դրա հիշատակումը ստե բերելով, բայց չես հիշում, որ այդ մարդիկ այդ ինչի համար, որ իրանք մեղադրվել են, արդարացվել են դատարանի վճռով, հասկացա՞ր։ Դրանից հետո ինչ պիտի նստենք, ասենք շնորհակալություն, պարոն Քոչյան, զբաղեցրեք ձեր տեղը։ Լսի, որ սխալ չեն ասեցի Լևոն Քոչյան չի ասե։ Դատարանն ասե, այդ տղա, դատարան։ Գիտես այդ ինչ բան է դատարան։ Այն որ եթում եք շրջափակում եք չէին թողնում, որ իրանք իրենց ֆունկցիաները կատարեն։ Այդի կոչվում է դատարան։ Դատարանն ասե։ Պարոն Ռուբյան, բայց ինչի դուք չեք ընդունում, որ Լևոն Քոչարյանը տաղանդավոր երիտասարդ է եղել, դե հիմա հասուն է արդեն, եւ ինքը իր խելքով հարստացել է, գուցե իր Քոչյանը դա հետ կապ չունի։ Պետրոս կարող է դու ես տաղանդավոր։ Բայց դու ո՞նց ես հարստացել։ Օրինակ ով ես էլ է, ինչ շնորհքի տերեսել է, ինչ խելքի տերես, որ քեզ ենք նայում, ոչ խելք ունես, ոչ առանձնապես աշխատանքային ունակություններ ունես, ոչ այնց տեսքը տա բանի նման, որ ասել գոնե այդ հայր միտեղ մոդել աշխատեիր բանս եմ։ Ասենք, բայց դու որ հարստացել ես այդ հայտարարագրով մարդու կնիկ, որ միլիոններ եք հայտարարագրում, որ տաներ եք առնում է, բայց դու ինչ խելքի տերեսել է, ինչ տաղանդի տերեսել է ոչ, ու խախի հարստանալուց ես խոսում, հəl մատ քեզնից խոսա։ Ուրիշ տաղաններ ճանաչում ես դու, պարոն Ռուբինյան, հա? Հəl մատ ասա տենակ ում ես ճանաչում տաղանդավորներից, ես մի քանիսին կասեմ։ Դե կներեք, բայց դա աբսուրդի ժանրից է։ Մարդը պարոն Ղազարյան, եկեք մի հատ վարժություն անենք, էլի, ասենք Դավայ, լմատիշ վարժություն ենք անում։ Կարող է այդ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի, Աներձաքերաչի բանի հետ կապ, լմատենամ դու ինչ վարժություն ես անում, ես իմը կանեմ։ Դերեք ցանկացած այսպես կոչված նախկինների ցանկացած պաշտոնյայի հայտարարագիր ուսումնասիրեք կամ ուսումնասիրեք նաև ապօրինի գույքի բռնագանձմամբ անցնող գույքերը ու քաղաքացիական պայմանագրի անդամների գույքերն ուսումնասիրեք։ Մի րոպե, չէ, դու արդեն ուրիշ տեղ մի հատ մինչև գույքի հայտարարագրին հասնել է։ Տաղանդավոր օրինակ Պետրոս Ալեն Սիմոնյանի մայրը։ Ինչ տաղանդավոր կին է, որ Հայաստանում երկու թոշակառու կին կա, որ կարացել են առանձնատուն։ Մեկը Առնի, մեկը Հողառնի կառույցի։ Մեկը եղել է Ալեն Սիմոնյանի թոշակառու մայրը, մեկը Գնել Սանոսյանի։ Տաղանդավոր կին։ Կամ Ալենի աղբերը, Կարլենը։ Ապեր Կարլենի պես բիզնես նյուխ ունեցող տաղանդավոր ասֆալտ փռող ճանապարհաշինության համաշխարհային պատմության մեջ չէ։ Պատկերացնում ես, ասենք երկու կին Արագածոտնի մարզի մի հատ լեռնային գյուղում, մեկը 63 տարեկան, մեկը բաժնետերի ընդհանուր ժողով են անում, մատընկերություն են հիմնում, մեկի անունը միջայլոց Լուսիկա, մեկի անունը Սվետա։ Երկուսն է պրինցիպի լույսի հետ կապված բան։ Մեկն է Հայաստանի քաղաքացի, մեկը Ռուսաստանի։ Նստում են բաժնետիրական ընկերություն են հիմնում, Կարլին դնում են գործադիր տնօրեն։ Տաղանդավոր չի, կամ ասենք թե Սիփանը Փաշինյան Նիկոլի աղբոր տղեն է։ Տաղանդավոր չի, Ուկրաինան պատերազմի մեջ աղբեր, սաղ կոտորվում են, ընդ երկիրն ավիրվում է,
Այն մարդը գնաց ընդ փող աշխատում։ Բայց տաղանդավոր չլինի։ Կտրվեր падգամավոր, հետո կեթար Ուկրաինայում կլներ միլիոնատեր, չէր լի։ Հրաչ աներձակ։ Այ ախպեր, այտենց տաղանդավոր մարդ կա, որ ասենք թե 7 տարի առաջ փող չուներ մազերը կտրել, մազերը իրան բանը քրոջն է, իրանն էլ քրոջը ցախավել այցես տարած գլխներին, ոչիլը մեջը։ 7 տարվա մեջ ինչ տաղանդի տեր մարդ պիտի լինի, որ Ամերիկայում ընդեղից ունենա, երեխեք սաղանդեն է այդ առանձնատունը ստելնի, որ գողանան տանեն չվնա։ Տաղանդավոր չէ այդ մարդը սենց հարստության տեր կլի։ Կամ Նիկոլեմի ախպերը։ Արի ախպեր, մարդը որ տաղանդավոր չլինի, միաժամանակ 4 ընկերության գործադի տնօրեն ոնց կար, եթե հասկանաս ինչ տաղանդա պետք, ինչ ունակություններ ա պետք, որ մարդը միաժամանակ մինչև 10 թիվը անդերի պես ապրանք, 10 թվից հետո Ռուսաստանից գալիս է Հայաստան, ով ընկերությունա բացում, Նիկոլի ախպեր դառնում դրա տնօրեն։ Վատա, բայց դա տաղանդի շնորհք չի։ Բանը Մերքոնյան Գագոն է, Տիլի Գագոն։ Հələ շտաղանդավոր մարդ, բնայի թիկունքի վարչության պետն էլ է փողնախարար, հասկանում ես, ինչ տաղանդների շնորհիվ է այդ մարդը կարած է, որ հասկանում ես տառերը չգիտի, արա տեքստը կարդում է, չի կարում, տառերը չգիտի, բայց տառերը չիմանալով են, այս տաղանդ ունի, որ թվերը առել դուսուս։ Տաղանդավոր մարդիկ են։ Բայց դա ենք դրանց վարժություն ինչ վարժություն էր ասում, պարոն Ռուբինյան, հայտարարագրերի հետ կապված, հələ մի հատ վարժություն անենք, հələ ասա տենեք ինչ վարժություն ես ասում։ Տեսեք, ասենք ինչ որ մեկը 100 միլիոն դոլար ունի, որը չի կարողանում հիմնավորի որտեղից է։ Ինչ որ մեկը ընդհանրապես 100 միլիոն դոլար ունի։ Հələ մի հատ բերեք այդ վերում վարժություն ենք անում։ Վարժություն համար 1։ Մտնում ենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով եւ նայում ենք ԿՊ-ական падգամ, ասում եք ԿՊ-ի падգամավորներից մեկի, չէ՞։ Վերցնենք ասում ԿՊ-ի ցանկացած падգամավորի հայտարարում։ Վերցեցինք։ Խաչատուր Սուքիասյան 2023 թվականին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է ներկայացրել 2022 թվականի գույքի եկամուտների ծախսերի շահերի հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ նա հանդիսանում է մեծածավալ անշարժ գույքի, 4 միլիոն դրամ արժեքը գերազանցող մեծաքանակ գույքերի, միլիոնավոր դրամների եւ դոլարների եկամուտների եւ այլնի սեփականատեր։ Բացի դա նա հանդիսանում է նաեւ Inlobby SP-ի, Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ, բաժնետիրական ընկերության, Seal Insurance ՓԲ-ի, Բժնի Group SP-ի, Երևանի Ալրաղաց ԲԲ-ի, Երևանի Պոլիպլաստ գործարան համատեղ ձեռնարկություն բաժնետիրական ընկերության, Seal Concert SP-ի, Narex SP-ի, Առաջ SP-ի, Երևանի Zovk գործարան համատեղ ձեռնարկություն բաժնետիրական ընկերության, Global Mining SP-ի բաժնետեր։ Նույն ժամանակահատվածում падգամավոր Խաչատուր Սուքիասյանի կինը Ռուզաննա Ասատրյանը հայտարարել է, որ հանդիսանում է Հայէկոնոմբանկ ԲԲ-ի, Գրզոպլազա SP-ի բաժնետոմսերի եւ բաժնեմասի սեփականատեր։ Ախեթե ոնց որ չի ընդհատվում է, հələ ստե դոլարները չկան, ստե միլիոնավոր դրամները չկան։ Հիմա այդ քո ասած վարժությունը քո դուրն եկավ, ԿՊ-ի падգամավոր է։ Ու հələ դրանցից մեկն է, մեկը։ Մենք հələ չենք խոսել բանի մասին, լիֆտի փող հավաքող տրթատի, ինչի տերադառ է հիմա այս ժամանակա, ընդհանրապես դուք մինչև 10 թիվը ինչ եք ունեցել, հիմա ինչ եք ունեցել, ու ձեր բոլորի հավաքական գույքը, որ գումարենք իրար, ինչ է ստացվում, ոնց է դա առաջանում, այդ ոնց եղավ։ Այդ քո ասած վարժությունը քո դուրն եկավ։ Այդ ոնց է ստացվում, որ ամենատաղանդավորները Քոչարյանն ու իր ընտանիքը։ Ոչ, Քոչարյանը չամենատաղանդավոր ԿՊ-ականներն են։ Մարտի սկզբից ելնում են անտաղանդ, անլվա, կեղտոտ, անուս։ Մեկ է գալի դառնում տաղանդավոր ԿՊ-ականը որն է։ Դավաճանն է, տաղանդավոր դավաճան։ Այդ ոնց է ստացվում, որ աշխարհում ոչ մի ուրիշ փեսա չկար, բայց Սերժ Սարգսյանի փեսան ամենատաղանդավորն էր ու դրա համար ինքն էլ հիմա ապօրինի գույքի բռնագանձումով իրանից գույք է պետությունը վերցնում։ Այդ ոնց է ստացվում։ Չէ, ինչի է ախպեր ջան, ինչի։ Աներձակ, եթե պիտի աներձակ լի փեսան որն է։ Աներձակ պիտի լի դրա համար, ինչ փեսա։ Աներձակ։ Ну, կարա լինի։ Չէ, չի կարա լինի, որովհետև այդ բաները նախ չի կարա լինի, որովհետև դա այդքան համընկնումներ չի լինում։ Երկրորդն չի կարա լինի, որովհետև արդեն դատախազությունը հայց է ներկայացրել, հետևաբար համարում է, որ իրենք այդ գույքը, որ ունեն, չեն կարողացել հիմնավորել։ Իրենք չեն կարողացել հիմնավորել, որտեղից իրանց 100 միլիոն դոլար։ Իսկ այդ դատախազությունը, որ ասում ես, կարաս ասես, դատախազն ով է։
Դատախազը մինչև դատախազ դառնալը ով է եղել։ Այսինքն քաղաքական որոշումները ներկայացնում եք որպես իրավական գործընթացի արդյունք։ Քաղաքական որոշումներն էլ հետապնդում են միայն քաղաքական ընդդիմախոսների։ Յուրայինները բացարձակապես դա չի վերաբերում։ Այդ պետք է դատարանը որոշի։ Հասկացանք, բայց համայնային դեպս քննչական բարմինները արդեն եկել են նման եզրակացության եւ դատախազությունը եկել է նման եզրակացության։ Պետրոս, հիմա դատանը ինչ որոշի։ Վահագն Խաչատուրյան, ով իմ հանրապետության նախագահ, եղել է Երևանի քաղսովետի գործկոմի նախագահ, Երևանի փողոցում Արամի Երևանի կենտրոնում Արամի փողոցի վրա գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը ընդամենը $5,600 տվել է Աստղիկ 1 կոոպերատիվին, որի սեփականատերը Սուքեսյան ընտանիքն է։ Հիմա այդ եկա շենքի մի քառակուսի մետրն է $5,600։ Հետո էլ այդ Վահագն Խաչատուրյանը, երբ որ քաղսովետի նախագահի պաշտոնից հանում են, էթում այս նույն Հայ-Էկոնոմ բանկը, որի բաժնետերն են Սուքեսյանների ընտանիքը, դառնում է վարչության անդամ, փողը ստանում է, հետո Խաչատուր Սուքեսյանն էլ առաջարկում է, ասում է բերեք այդ մարդուն սարքենք հանրապետության նախագահ։ Դառը հանրապետության նախագահ ձերակերի պես թաղում է այդում։ Իր համար ապրում է։ Ինչ պարզի, դատարանը ինչ պարզ, դրա համար դատարան է պետք որ պարզ, ասենք պարզ բաները, որ ասենք դրածա թղթի վրա, էլ ինչ դատարան դրան, պարզ է էլի։ Տեսեք, երբ իրանք տենց վարքագիծ են դրսևորում եւ ամեն գնով պաշտպանում են, ընդունելու չի, բայց հասկանալի է, բացատրելի է։ Երբ որ դες ասում են, այ դուք ինչ եք ասում համբալ ընդդիմությանը, ինչու եք թաղապետանում մարծեցում, որը նստած չի, բռնված չի, եւ դա ինչ-որ միտեղ արդեն իրանք գնահատում են որպես սատարում։ Հա, ասում եք վատ է, բայց մարդը նստած բռնված չի։ Այ դուք էլ նույն վարքագիծը չեք ընդունում, որ ձեր բոլոր արածները ամեն ձև պաշտպանում եք եւ բացատրում եք եւ արդարացնում եք։ Իրանք էլ են այտենց։ Ասում ես ընտրություն կեղծել եք, նայում են աչքերիդ մեջ, ասում են չէ։ Դուք էլ ասում եք դե հիմա մարդը ծեծել է վատ բան է, իրանք էլ են ասում ընտրություն կեղծել է վատ բան է։ Եվ այսպես շարունակ, դուք էլ եք, չէ, արդարացնում ձեր բոլոր արածները։ Հետո անդրադառնամ ձեր ասածներին, նախ մենք թաղապետան մարդ չենք ծեծում։ Դե եղել է ծեծկրտուկ Նորքի թաղապետանում։ Իրանք ազգային ժողովում են ծեծում, Պետրոս։ Ճիշտ ասա էլի, թաղապետանում թաղապետն է ծեծել։ Ուղղակի սրանց թաղապետերից մեկը մարդ է ծեծում, բանի քաղաքացու, ով որ իր կոռուպցիոն գործունեության ահազանգումներ անում։ Մի ուրիշ թաղապետ Շենգավիթում թաղապետանի աշխատակցի է ծեծում։ Արաբկիրի թաղապետը կոռուպցիայով զբաղվում տեղակալի 12 աշխատողների հետ։ Կենտրոնի թաղապետը մի հատ ուրիշ կոռուպցիայով զբաղվում։ Երևանի քաղաքապետանի վարչության պետերը ուրիշ կոռուպցիայով են զբաղվում։ Երևանի քաղաքապետի տեղակալը մի ուրիշ կոռուպցիայով, չգիտեմ, COVID-ի ժամանակվա եսիմիշ ֆինանսական մախինացիաների մեջ ալում։ Էդի քաղաքապետան, թաղապետան, այդ իրանք չեն։ Իրանցը ազգային ժողովի ծեզնա։ Իրանք ընդդիմադիր падգամավորներ են ծեծում, որին էլ իրանք չեն ծեծում։ Ազգային ժողովը սարքել են կազարմա, աշխարհի զինվորականը տարել է, որ այդպես ազգային ժողով ոնց որ մի հատ բան է, զորամաս լինի։ Հենց մի հատ падգամավոր իրանց քննադատում է, եւ այ մեծ դուրս, շուտ դուրս է գալիս են падգամավորին ամբյոնից, Թաքուի Թոմասյանին այլն, Աննա Մկրտչյանին այլն, Գեգամ Մանուկյանին այլն, падգամավորը քննադատում է իրանց, դուրս չգալ, դավայ եկեք, վերցեք դա։ Իրանք ազգային ժողովում են մարծեցում։ Էդի կոչվում է ժողովրդավարություն, խոսքի ազատություն, բազմակարծություն, ընդդիմության հետ հարցերի քննարկման մշակույթ։ Իրանց է դա։ Դե սպասեք էլի։ Դες կրտուկ։ Դե սպասեք։ Չէ, 10 հոգով ծեծել են։ Հասկացանք, որի շրջանակներում 10 հոգով ծեծել են 4 մարդու։ Ինչ որ մարդու, ինչ որ ոչ թե քաղաքացու, որը ոչ թե կոռուպցիոն խնդիրները վեր հանող ակտիվիստի մարդ էլ է, հիմա կարար նաև պատերազմը մահացած ելներ, մի 50 հատ էսյան, մի 50 հատ էյան։ Կարար ասենք մի հատ զորամասում ծառայելուց ելներ, մի հրդեհից մեռած ելներ, ախպեր ջան, ինչ է էլ, ով է պատասխան կրե դրա համար։ Կարար Սուրմալու առևտրի գնացած ելներ, այդ առևտրի կենտրոնը պայթած ելներ, այդ 18 հոգու մեջ էլ, այք հիմա, այք հիմա ողջը մի հատ մարդ էլ է։ Պետո այսքանի մեջ եկել ես մի հատ մարդու, ասիկա որ այսքան մարդ տարբեր հանգամանքներում զոհվել է, մեկը պատերազմում, մեկը խաղաղ պայմաններում, մեկը առևտրի կենտրոնում, մեկը զորամասում, մեկը ուրեմն եկեք կպել ես մեկի
Տեցե լավելի քեզի բան այնքանի համար մի հատ քաղաքական գործիչ ինքը որպես քաղաքական գործիչ էս ամենի պատասխանատվություն կրել է չէ հədə հիմա եկել ես մեկին էլ բան են արել 10 հոգով պատում է էշ Նախ սկսենք նրանից որ նաև տվյալ թաղապետը հանրապետություն կուսակցության անդամ է եւ կոալիցիայի շրջանակներում հանրապետության կուսակցության քվոտայով է այդտեղ թաղապետ։ Մենք միանշանակ դա դատապարտել ենք, երբ որ մենք ասում ենք բռնությունը արդարացում չունի, դա նշանակում է մենք դատապարտում ենք տեղի ունեցած, ինչեւ վերջ ասեմ, էլի, տեղի ունեցածը եւ վերջակետ, ոչ մի բայց։ Լսի, վերջակետով չէ, տենց էլ ասիկ Արցախ-Ադրբեջանը եւ վերջակետ։ Այդ քվոտա մվոտա դա ոչ մի տեղ գրաշի։ Քաղաքապետը Տիգրան Ավինյանն է։ Ձեր կուսակցության անդամ, կուսակցության վարչության անդամ։ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով համայնքի վարչական շրջանների ղեկավարներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը, քաղաքապետը։ Հիմա եթե քաղաքապետը նպատակարար է գտնում մարդուն ազատելու, վարչական պաշտոնը, հայեցողական պաշտոնը ցանկացած բայի ազատում է քաղաքական պայմանավորվածում, ասում է ինքը դատապարտողը չի, ինքը որոշում կայացնողն է։ Եթե որոշում չի կայացնում, նրա նույն օրը, դեպքի օրը պաշտոնից ազատելու, այլ հələ մի հատ էլ քաղաքականապես է քննարկում, թե դա ինչ պիտի անի։ Դրա պատասխանատվությունը որոշում կայացնողին է, իսկ որոշում կայացնողը քաղաքապետն է։ Տենց դուստալով չի։ Ես կարծում եմ, ես լինեի հանրապետություն կուսակցության չգիտեմ, վարչության տեղը։ Ես որոշում կայացներ, որ տվյալ թաղապետը այլևս այդ պաշտոնը չպաշտոնավարի, որովհետև դա կլինի ճիշտ եւ կլինի սկզբունքային։ Այդ որոշումը կայացնողը հանրապետություն կուսակցությունը չի, այդ տղա նորից եմ կրկնում։ Որոշումը կայացնողը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է։ Պարզ է։ Ուզում է ինչ կուսակցական պատկանելության էլ լինի։ Վարչական աշխատող է, իր խուլիգանություն անում, նա պետք է նույն պահին պաշտոնից ազատվի, ինչ քննարկման մասին է խոսք, ինչ կուսակցություն։ Ինչ վերաբերվում է նրան, որ ասում եք, դե իրենք էլ ասում են ընտրություն չեն կեղծել, լուրջ եք ասում, այսինքն դուք ուզում եք համեմատել ընտրություն կեղծելը եւ ասելը ես ընտրություն չեմ կեղծել, ինչ որ քաղաքական դիսկուրսում բան ասելու հետ։ Չէ, այդ մեկը չէ լավ, ճիշտ ասում Պետր։ Ընտրությունը կեղծելը ընդամենը ինչ է։ Մի տեղամասում կարող է մեկը մի հատ իրավախախտում է թույլ տվել կամ միտեղ տարել են մի հատ ընտրակաշարք են բաժանել, մեկը բռնվել է, մեկը չի բռնել։ Հետի մի տեղամա իրանց արածը ուրիշ է, իրանցը իշխանության զավթում է, իրանք սկի թույլ չեն տալի ընտրություն լինի։ Բոլոր ընտրությունները արտահերթ, ընտրությունների նպատակահարմարությունը որոշում է Նիկոլ Փաշինյանը, ընտրությունների օրը որոշում է Նիկոլ Փաշինյանը, ընտրությունների մասնակցում է Նիկոլ Փաշինյանը, մեծամասնությունը ալում է Նիկոլ Փաշինյանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը Նիկոլ Փաշինյանի օգնականն է, ընտրությունների արդյունքների հետո կարած դիմաց վիճարկե սահմանադրական դատարան, ես իրան սաղի ցավը տանեմ, դու էսի բերում ես համեմատես Պետրոս մի հատ տեղամասում կամ չգիտեմ միտեղ ընտրության մեկի կողմից մի հատ ընտրախախտումներ են մարդիկ ինստիտուցիոնալ համակարգ ունեն իշխանությունը զավթելու 18 թվին զավթել են 21 թվին զավթել են հիմա պատրաստվում են 26 թվին դու բերել ես համեմատապես կակոյնի բույս մի հատ ընտրախախտումի հետ հա ինստիտուցիոնալ իշխանազավթումը Կամ որ ասում եք ինչ բան Ես ասում եմ մեթոդաբանությունը նույնն է մեթոդաբանությունը նույնը չի որովհետև հենց նոր ես ձեզ ապացուցեցի որ մեթոդաբանությունը նույնը չի։ Նույնը չէ, ցավը տանեմենի մի տեղամասա, երկու տեղամասա, էսի ամբողջ երկիրն է, իշխանության բոլոր օղակներն է, վարչապետ դրած փաստացի ազգային ժողովը ղեկավարում WhatsApp-ով քննչականի պետը հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը գործից անում են դեպքում, երբ որ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը կարա իրար նկատմամբ վարույթ նախաձ։ Ինչից ես խոսում, նույնն է, ի՞նչն է նույնը։ Ինչ վերաբերում է համբալներին եւ տարբեր որակումներին, պարոն Ղազարյան, նայեք, ես ամբողջովին իրոք հասկանում եմ բոլոր այն քաղաքացիներին, որոնք ուղղակի այսպես զզվել են ազգային ժողովի այդ, ինչ ասեմ, ռադիկալ իրավիճակից։ Նախ պետք է ասեմ, որ իրականում ազգային ժողովի աշխատանքների 90%-ը, որը մամուլում այդքան չի հայտնվում։ Իրական խոսակցություններ են նախագծերի մասին, քննարկումներ են, շատ կառուցողական կամ նույնիսկ եթե քննադատողական իրար, բայց էլի շատ կառուցողական ֆոնի վրա
Եվ մի 10%-ն նման իրավիճակներն են, որոնք բնականաբար մամուլը վերցնում է եւ տարածում է եւ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծում, որ ազգային ժողովի ամբողջ աշխատանքը դա է։ Դա չէ։ Երկրորդը ես հասկանում եմ միևնույն է այն մարդկանց, որոնք ասում են, ասենք դուք իշխանություն եք, պիտի, չգիտեմ, վեր լինեք դրանից եւ այլն եւ այլն։ Հավատացեք, մենք փորձում ենք դրանից վեր լինել, բայց կրկին հավատացեք, որ շատ դժվար է նստել եւ նայել, ոնց է ընտրակեղծարար, մարդկանց վրա կրակած, մարդկանց զուգարաններում սպանած, ենթադրաբար հարյուրավոր միլիոնավոր դոլարներ տակով արած մեկը գալիս ամբիոնի մոտ ասում իսկ այստեղ կարող է դուք կոռուպցիայով եք զբաղվում ասենք ձեռ եք արել Այսինքն իրանք չպետք է հարցնեն դուք կոռուպցիայով չէ նախ Չէ, Պետրոս, իրանց չի կարելի հարցնել։ Իրանք կարան օրինակ Արցախը սկզբից համարեն Հայաստան, հետո համարեն Ադրբեջան, հանձնեն Ադրբեջանին։ Այդ ամեն ինչը անեն հազարավոր երիտասարդների կյանքի գնով։ Կարան մի ամբողջ մի հոգի չէ, երկու հոգի չէ, 150,000 մարդու տնեզուր կանեն, եղածը լրիվ թողնեն թշնամուն, այս մարդկանց սարքեն փախստական, բերեն լցնեն Հայաստանի փողոցները։ Իրանք կարան բոլորը դառնան հարուստ միլիոնատերեր, տները առնեն, ավտոները առնեն, իրանց ցոփուշով այդ հարսանիքներն անեն, մեկն էլի մյուսի քավորը, այն անիվ հիմնադրամով ընդից փողերն ուտեն։ Ես իմ Snoop Dogg-ին Մատելետ կնգաթետ իրիկուն է թեմայով մատ նորից էլ եք խոսաս։ Փողերը տան, այդ սաղ կարան անեն, իրանց չի կարելի ընդհանրապես մի հատ հարցնել, ասել այսքան մարդու գլուխ ընջի, իրանք կարան ասեն, այդ ոնց եղավ, չգիտեմ, մի հատ սրճարանում թիկնապահր նախագահի վիճաբանություն եղավ, որը ավարտվեց ողբերգականը, բայց չի կարելի ասել Նիկոլ Փաշինյանի շարասյունը հղի կնոջը վասպան, չի կարելի, իրանց մասին, իրանք ոնց որ մեռել է Պետրոս, իրանց մասին կամ լավը կամ ոչինչ, եղավ, մեռելի մասին ոնց հալում, կամ լավը Բայց իրանք ուղղակի ոչ թե մեռել են, այլ իրանք մարդ սպանող են, հասկանում ես, համատարած, ասենք, իրանք գործունեության, իրանք պաշտոնավարման շրջանում մարդիկ են մահանում, երկիրակործանվում, տարածքներ են հանձնում, մարդիկ ունես զրկվում են, անտեր են, բայց իրանք տենց հարցեր չի կարելի տալ, իրանք պիտի մենակ գովես։ Ես կողմ եմ, թող ցանկացածը ինչ որ բանի մեջ եթե կոռուպցիոն ռիսկ է տեմ, թող բարձրաձայն, բայց իրենք նախ կեղծ թեմաներով են դա անում, եւ երկրորդը հասկանում եք, բանի խնդիր կա, երեսպաշտության խնդիր կա, մարդը ինքը ունի տուն, ասենք, առանձնատուն, որը հիմնավորված չի ոչ մի բանով, ինքը գալիս ասում է, իսկ այստեղ ինչ որ բանը այն չի։ Ես քեզ նկատի ունի, Պետրոս, ես ինչեր է խոսում, ես ինչեր ասում, ինչ առանձնատան մասին է խոսքը։ Ես որ դուք գիտի, իմացել է։ Այսինքն դրա լավագույն ձևը է սա։ Չէ, դա հնարավոր ձևն է։ Տվեցիք իրանց տեղը։ Ես կարծում եմ այսօր մենք իրենց ցույց տվեցինք, որ իրենց ցանկացած անհիմն, անտակտ հայտարարության հետևելու է քաղաքական պատասխան։ Իրանցը Պետրոս ջան, անտակտ խուլիգանական հայոյախառն չի, իրանցը քաղաքական պատասխանն է։ Երբ որ որևէ մեկը համարձակում է իրանց քննադատի, իրանց ամբողջ կոռուպցիոն խայտարակությունները հանի ջրի երես ազգային ժողովի ամբիոնից ներկայացնի, որ խոսի իրենց դավաճանական, թշնամական գործողությունների մասին, իրանք դրան տալիս են քաղաքական պատասխան եւ ասում են այ համբալներ, սաղիթ կտանենք, կլցնենք ԱԱՑ-ի պատվալները, սենց կանենք սաղիթ։ Դա կոչվում է քաղաքական պատասխան։ Մի լրագրող էլ կա նախկին, որը հպարտությամբ ասում է, որ նախկին իշխանություններով 3 հատ տուն ուներ ինքը լրագրող աշխատելով։ Հիմա եթե դե այն ժամանակ էր լավ այտենց կյանքը։ Հիմա եթե լրագրողը, որը նաև իր միջով ձեր ֆրակցիայով է ազգային ժողով, եւ այդ 3 հատ տունը արդեն ուներ։ Կարա 3 հատ տուն ունենա։ Ինչի՞ չի կարա Լևոն Քոչարյանը 300 միլիոն ունենա, ինչի։ 3 հատ լրագրողը չի դատապարտվել հպարտությամբ ասում ես 3 հատ տուն ունեմ, որ աշխատավարձը հաստատնես այդ տան դրան չափ կարող է չհասնի, բայց ունի։ Պետրոս դու ես չէ լրագրող։ Բայց դու քանի հատ տուն ունես։ Բայց չես հարցնում, ասես Նիկոլ Փաշինյանը, որ լրագրող էր, երրորդ մասի իր տունը ո՞նց է ձեռք բերել։ Ասենք հիմա մի հատ լինի, 2 հատ լինի, թե 3 հատ լինի։ Քեզ անհանգստացնողը տների քանակը չի, չէ՞, որովհետեւ քոնը 2 տուն է։ Ասենք ոչ թե քանակն է, այլ քո հարցից են եմ հասկանում, որ այդ եկամուտը ո՞նց է հիմնավորվել, չէ՞, ո՞նց է այդ տները առել։ Բայց չես հարցնում, ասես Ռուբինյան, Նիկոլ այն ժամանակ, որ օրագիր լրաթե բանը
օրաթերթի լրագրողեր կամ հայկական ժամանակ։ Այդ երրորդ մասի տունը դրանք ո՞նց են առել։ Իջևանից անտերանտիրական տղա էր, եկել էր մի հատ ղռերից, մի հատ Իրանից բեժբեթար, մի հատ ոժլոտ աղջկա հետ էր ամուսնացել։ Դրանք այդ Երևանում տուն ո՞նց ունեցան, այդ տունը սարքել էին խոզանոց, մտել էին մեջը, ինչ հիվանդություն ասես դրանց տնից կարար տարածվեր։ Բայց մտել է դա հարցրու թող ասի, դրանք այդ ո՞նց այլ է։ Օրինակ, եթե մենք լսենք մեր այսօրվա լրագրողների մեծամասնությանը, ըստ որոնց պարզվում է, ասենք, չգիտեմ, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ամեն ինչ շատ լավ էր։ Իրենք ինչ են ուզում, որ մենք դառնանք հետեւաբար այդ իշխանության պես։ Եթե այդ են ուզում, դա նշանակում է, որ օրինակ մեր իշխանության օրոք պետքա ուժայինները ներխուժեն խմբագրություններ, ծեծեն լրագրողներին, համակարգիչները արգրավեն, փողոցում ծեծեն լրագրողներին։ Արա, լսի, մի րոպե։ Էդի Երևան թդեի չի ասում, որ ուժայինները մտել էին խմբագրություն, որ համակարգիչները արգրավել են, մինչև հիմա հələ տարիներ է անցել, մինչև հիմա այդ համակարգիչները չեն վերադարձրել։ Այդ լրագրող ծեծելը, որ ասում է, կարող է նկատի ունի այդ Նիկոլ Փաշինյանի Թիկնազորի պետ Սարգիս Հովհաննիսյանը, որ իր բոլոր 4 ոտերով հարձակվել էր Մեդիա Հաբի լրագրողի եւ օպերատորի վրա թույլ չէր տալ իր մասնագիտական գործունեություն անեն։ Կարող է նկատի ունի, որ ազգային ժողովում լրագրող Անի Գևորգյանին այդ նույն զինվորականները թե ոտ արած միանգամից հանում էին ազգային ժողովից, կամ թե նկատի ունի, որ Ալեն Սիմոնյանը բռնություններ գործադրել թե ասել էր գործադրեն լրագրող Վահե Մակայրյանի նկատմամբ զրկելով նրան իր հավատարմագրումից, կամ որ զինվորականները լցվում են ազգային ժողովի օթյակ, թույլ չեն տալի, որ լրագրողները իրենց գործունեությունը իրականացնեն, կամ որ մտնում են, ասենք թե եթերից զրկում են Երկիր մեդիա հեռուստաընկերությունը, հայկական երկրորդ հեռուստաալիքը, կամ որ էսի էլ որը չեն արել սրանք Պետրոս, հələ ասում եմ, կարող է այդ այն ժամանակներն ա, որ մտածում են, որ մենք տենց պիտի անենք։ Դուք էդի վաղուց եք այդ ամեն ինչ արել։ Դուք համարում եք, որ Հայաստանում նենց ազատ մամուլ գոյություն։ Մի հատ YouTube-ն ազատ, այն էլ ինչի համար, որ խոսենք մեզ բռնեք։ Ինչքան մարդ բռնել եք խոսալու համար, այդ YouTube-ով խոսալուց այլ է։ Հիմա ասենք թե YouTube-ը փակեք, իմ նեմնիմի չելեր։ Դուք Նարեկին Վազգենին ո՞նց եք բռնելու։ Էդի համարում եք դուք բան, խոսքի ազատություն։ Ազատ մամուլ։ Դեր իմ հենց իմ մաշկով անցածի մասը։ Մի րոպե, այ Պետրոս, ախ դու քո մաշկով անցածների մասին չես խոսում։ Դու ամոթ չես անում, Պետրոս, որ ուզում ես նստես հանրային հեռուստաընկերությունում քո մաշկով անցածների մասին պատմես։ Հետո էդի անելու բան է, բայց ասենք հիմա 1000 մարդու հետ 1000 բան է պատահում։ Հիմա քո հետ էլ է պատահել։ Հիմա պետք է նստես սաղին պատմես։ Գործ ունես, ասում է կոլխոզում դրա մասին։ Տեսեք, այդ լրագրողները, որ դուք նկարագրում եք, փող են ստանում ինչ-որ մի տեղերից եւ կատարում են այդ պատվերը։ Այդ փողը 99%-ը գալիս է տակից։ Բացահայտեք։ Իրոք, այսինքն ոնց Պետրոս, լրագրողները փող են ստանում, կատարում են պատվեր։ Բան մի չառաջ ասում ես, չեմ ուզում իմ մաշկի վրով անցածը ասա։ Վերջը դու զորրիր էլի քո ուզածը, այն ինչ որ քեզ վերաբերում է, այդքան էլ քեզ զգուշացնելուց հետո էլ զորրիր դու վերջը քո ուզածը ասիր, հա։ Պատվեր է կատարում։ Հա կատարում ես, փողն առնում ես, լավ, դա խո ես չասի։ Քանի որ մամուլը ինքը սպეციფიկ ոլորտ է եւ պետություն մամուլ հարաբերություններին պետք է մի քիչ զգույշ վերաբերվել, որպեսզի հանկարծ պետությունը չսկսի ճնշել մամուլին, թեկուզ եթե այդ մամուլը աշխարհի ամենաանորակ մամուլն է, ինչպիսին մերը։ Մեր երկրում իշխանություններն են որակով, էլի Պետրոս ջան, դες սլիշ որակով իշխանություն, հələ ընդեն նայ, ասես կարելի է դաժե մի հատ այն որակի նշանել, ասես խփել ճակատին, ասենք ISO 9002 ISO 9002 666 ասես մի հատ խփել ասես ճակատին, ասել որակի նշան, որակով իշխանությունը որակով է, մամուլը անվոր, օրինակ Անդրանիկ Քոչարյանը ինչքան որակով իշխանություն է, բայց դրա դիմացը կանգնած լրագրողները անորակ այդ լրագրողները ոչ հարց են կարողանում տան, ոչ բան, եկել է այն հələ բան են, այն գարզու չէ, ինչ էր, բանը Սուրքասյան Խաչիկ են եկամուտների հայտարարագիրը, հələ լրագրողի հետ, Նարեկի հետ Կիրակոսյան, հələ ինչքան որակով էր Խաչիկը Սուրքասյանը, ինչքան որակով, նայում ես ասում ես, այ մարդ, ինչ որակով է, ինչ որակով է, իսկ լրագրողը
Ես իմ հարցեր է տալի, ինչի այն կամ են Ջեբերջյանը ինչես գնացեք կազինո, ինչես ես արել, այ քո ինչ գործ արա, քո ինչ գործ, պատգամավորը ժողովրդին է ծառայում, գնացել ասենք 2 կոպեկ փողոնի ուզում է դնի կդարձնի կրկնակի բերի բաժանի ժողովրդին, կարող է տես չի արեմ ինչը Խաչատուր Սուքիասյանը, ինչ այսքան ժամանակ այդ մարդը ինչ ժառանգություն ստացել է, բոլորը բաժանել է ժողովրդին, հիմա 2 կոպեկ մնացել է տակ ասում տանեմ կազինո, դնեմ սարքեմ կրկնակի ասենք $1000 դնի 2000 վերցի, բերի բաժանի ժողովրդին, այդ մարդկան որակով իշխանություն են այս մարդիկ, որակով իշխանություն եկենք են անորակ լրագրող, մենք մի քանի հատ որակով լրագրողներ ունեինք, դրանք գնացին դառան իշխանություն, Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, այն մնացած այդ իրանց խմբակցությունից են Արեն Մկրտչյանը, տո էլ չեմ անում Արթուրը Հովանեսյան, Այն ժամանակ օրինակ մի մոմենտ կար, ահագին լավն էին էլ այդ մեր լրագրողները, որակով մարդիկ են հիմա իրանք դառել են որակյալ իշխանություն են, անորակները մնացին լրագրողական դաշտում։ Սա անորակ, սա։ Ես կարծում եմ, որ առաջին հերթին մամուլի առողջացման մամուլը, որ առավոտից իրգուն թափանցիկություն է, սրանից նրանից ուզում, ինքը պետք է առաջի թափանցիկ համաձայն եմ։ Ես ոստեղ մամուլի ճնշելու ոչ մի բան չկա։ Համաձայն եմ, եւ դրա համար ես կարծում եմ, որ ամենաէֆեկտիվ միջոցը կլինի այն, որ մեր լրագրողական համայնքը եւ դրանում դեռ մնացած մի քանի անկեղծ ազնիվ լրագրողները իրենք նախաձեռնեն լրատվամիջոցների առողջացման գործընթաց։ Դե անկեղծ ազնիվ ովքեր են մնացել, մենակ այն Civic AM-ի մի քանի հոգին են էլի, որ անկեղծ հայկական ժամանակն է, ինչ այն Ալեն Սիմոնյանի կնգալ լրատվամիջոցը ոնց է կոչվում։ Այդպես մի քանի բան են լրագրողներ են մնացել էլի, հանրային հեռուստաընկեր օրինակ նա ինչքան լավ որակյալ լրագրող է հələ մի հատ ասում է թափանցիկ։ Արդ որ դու ասում ես թափանցիկ, չես մտածում որ մեկը կարող է գա հետևից այդ քո թափանցիկությունը մի հատ ցույց տա։ Իրանք պիտի բացահայտեն են վատ անորակ լրագրողների գործունեությունը։ Այդ ուրիշ ձև չկա ուղղակի։ Մի պահ կար, երբ որ մի քանի կին նշանակվեցին տարբեր պաշտոնների, այդ թվում ուժային լրագրողները մոտենում էին, ասում էին՝ «Տիկին, էս ինչան», բայց դուք չեք համարում, որ որպես կին կարող եք այդտեղ աշխատել կամ գնում փողոցում մարդկանց հարցնում էին. «Ինչ կարծիքի եք, տղամարդ չկար, որ կնոջը նշանակեցին այս պաշտոնին»։ Դա ճիշտ է, ասում են, ասեք, հիմա Ջահել աղջիկա նշանակվել է ներքին գործերի նախարար, մի քանի հազար սպաների, ես իմ գեներալների, գնդապետների, փոխգնդապետների, բաների, ինչ գործ ունես դրան գնաց հարցնես, ասես դու ոչ այդ համակարգում մի օր աշխատել ես, ոչ օպերատիվ աշխատող ես, ոչ ոստիկան ես եղել, ոչ փրկարար ես եղել, ոչ բան ես եղել, անտերական, ինչ գործ ունի լրագրողը գնա այտենց հարցեր տա։ Մանավանդ կնոջ հայ տենում ես կինա ոչ մի հարց արելևս պիտի չէ, կամ այդ լրագրողները ճիշտ է ասում, բռնություն են քարոզում, որովհետև իրանց համար ազգային ժողովում իրար հայոյում են, ծեծում են, իսկ այդ բռնություն քարոզող լրագրողները տեսել ես նկարում են, գցում են ինտերնետ, այ մարդն չեք նկարում, այն չեք նկարում, արա տենում եք բռնությունա, չէ։ Հիմա ասենք դե պատգամավորներ են իրար ծեծում են, հարձակվել են ասենք թե Գեգամ Մանուկյանի վրա, հարձակվել են Լևոն Քոչարյանի վրա, հարձակվել են այն ժամանակ Վայե Հակոբյանի վրա, հարձակվել են արա չեք նկարում, չեք ցույց տալին, չեք բռնություն քարոզում։ Այն լավ բաներ են նկարեկել են, որ ասենք թե դպրոցականները գալիս են ազգային ժողով, Ալեն Սիմոնյանն ասում է այսօր ազգային ժողովի նիստերին հետևում են մեր Շիրակի մարզի Էսի գյուղի դպրոցի աշակերտները։ Նա նկարեք ցույց տվեք արա։ Այն բնացած բռնություններն են չեք լուսաբանում։ Ճիշտ է ասում։ Սա բռնություն են քարոզում։ Կամ ասենք թե Եռաբելուրում տենում եք, արա, տենում եք, չէ, լրագրող ես, արա, քո աշկով տենում ես, որ ոստիկանը զոհված զինծառայողի ծնողին իր զավակի գերեզմանի վրա ջարդում է, ծեծում է, թևն են ջարդում, ձեռոտ տանում գցում, արան չեք նկարում, դուք չեք տենում, որ դա չի կարելի նկարել, չի կարելի ցույց տալ։ 10 րոպե հետո Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների հետ մարդու իրավունքների պաշտպանի հետ գլխավոր գալի կանգնում են ընդ հանդիսավ, այդ է սիրուն բաները նկարեք, արա։ Բռնություն են քարոզում այդ լրատվամիջոցները, դրա համար պիտի փակվեն այդ լրատվամիջոցները։ Պիտի եթե դրանց ֆինանսները վերահսկել, տենալ ով այլ են չի համար անում։ Ժողովրդավարական մարդիկ են այդ Պետրոսյան սրանք։
Այս ամեն ինչի մեջ է ընտրությունը։ Ընտրությունը անկախ Հայաստան ունենալու կամ չունենալու մեջ է։ Ընտրությունը արդարության կամ անարդարության մեջ է։ Ընտրությունը Պետրոսյա մնացել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ցավոք սրտի մենք հասել ենք դրան։ Ընտրությունը էսա։ Սրանք մնում են երկիրը դառնում Ադրբեջան, ոնց որ Արցախը դարձավ Ադրբեջան, սրանք վռնդվում են, երկիրը մնում է Հայաստան։ Հիմա դու քեզ պետք չի հարցնել, թե դու որի կողմնակից ես, դու ադրբեջանական կողմն ես։ Մենք ունենալու ենք Հայաստան։ Եվ այդ ընտրությունը մեր ժողովուրդը կատարել է վաղուց, պարզապես մի անգամ դարձել է խաբեության զոհ եւ իր երկրի մի մասը սրան շնորհիվ դարձել է Ադրբեջան։ Հիմա այս Թուրքիայի հարցերով բանակցողնա, չէ՞։ Կարող է սա մի հատ երկրորդ ընտրություն էլ ունի։ Թուրքիա թե Ադրբեջան։ Ոչ, Հայաստան։ Բարի ցանկություններով ավարտում ենք մեր եթերը։ Այդքան էլ բարի ցանկություն չի։ Շնորհակալություն, բայց Ռուբինյանին ոչ թե ստեսություն, այլ մնաս բարով։ Շնորհակալություն, ցտեսություն։